Մենք եթերում ենք, շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, օրվա այս ժամին շատերի մոտ իհարկե բացվում է ահորժակը եւ շատերը փորձում են ճաշակել հետաքրքիր բաղադրատոմս, մի քիչ տարբերվող եւ նաեւ առողջարար ու գարնանը համահունչ։ Դե շատերի մոտը որն է նախաճաշի ժամ է եւ շատ ճիշտ է ամեն առավոտ նախաճաշել եւ օրը առհասարակ սկսել նախաճաշից։ Իհարկե մենք սուրճով ենք սկսում կամ ջրով, սուրճը այդքան էլ խորհուրդ չի տրվում։ Չնայած որ շատերի մոտ պարտադիր է։ Այո, առավոտը բացվում է ճիշտ նախաճաշով։ Այսօր մեզ մոտ շատ հետաքրքիր է լինելու խոհանոցում, որովհետև նախ այն անձնավորությունը, ով միացել է մեզ առաջին անգամն է մեզ մոտ, սիրելի հեռուստադիտողներ, նա ֆուդ բլոգեր Աննա Թոքմաջյանն է, խոհանոցում գերակշռում է մեզ մոտ այսօր կանաչ երանգը, երևի գարնանը համահունչ ինչ-որ բան է կարող մեզ առաջարկել։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս, շատ հաճելի է այստեղ գտնվել ու փորձեմ պատրաստեմ աղցան, որը կարծում ձեզ կզարմացնի, որովհետև կա մի բաղադրիչ, որը մտքներով նույնիսկ չի անցնի, որ կա այդ աղցանի մեջ։ Եվ որը մենք հիմա չենք տեսնում այդտեղ Դուք չեք տեսնում, ես այսպես կարող եմ ձեզ ցույց տալ, բայց դուք էլի չեք հասկանա նա ինչ է։ Ես ընթացքում կասեմ։ Եկեք վերջում բացահայտենք։ Լավ, վերջում։ Շատ լավ։ Ինչ աղցան ենք պատրաստում, այն անուն ունի։ Անուն չունի, բայց միտքը առաջացավ պատրաստել, երբ որ ունեի այդ գաղտնի բաղադրիչը, որը բավականին շատ լավ հասած ու հաճելի կոնսիստենցիայի հասած վիճակում էր ու մտածում էի ինչ կարելի է պատրաստել ու փորձեցի աղցան պատրաստել ու բավականին հաջող ստացվեց։ Կարծում եմ կհավանեք։ Դե սկսենք արդեն, սկսենք պատրաստել։ Նախապես ասեմ ինչ բաղադրիչներ ունենք կիտրոն թանձրուկի համար, ունենք ավոկադո, ունենք ռուկլա, ձևավորման համար ունենք ռեհան, կանաչ ռեհան, այս դեպքում ունենք վարունգ, ձիթայուղ, սոճու ընկույզ եւ ունենք ծովախեցգետնի ձողիկներ, որը կտրատելու ենք։ Շատ լավ։ Ամեն ինչ լավ էր մինչև այն պահը, երբ ծովախեցգետնի ձողիկները մտան այսօր մեր խոհանոց եւ կյանք եւ Իրենք շատ համադրվում են մեր գաղտնի բաղադրիչի հետ, դրա համար կարծում եմ մի փոքր կփորձեք։ Դե սկսենք պատրաստել։ Սկսենք։ Դուք պատրաստեք, մենք կարծես թե գաղտնի բաղադրիչը չիմացանք որն էր, արի փորձենք գուշակել, հա։ Երանգից ելնելով։ Այն ինչն է, ինչը, գաղտնի բաղադրիչ է։ Ես օրինակ ես աղցանին։ Ես օրինակ եթե հստակ էստեղից չտեսնեի ավոկադո, կմտածեի, որ դա Դե ավոկադոյի գաղտնի բաղադրիչ, դա ամենապետքական, անհրաժեշտ։ Բայց արի տես, որ դեռ չեմ կարողանում որևէ բան մտածել ու Մի րոպե, գաղտնի բաղադրիչը թանձրուկի տեսքով չի, չէ՞։ Թանձրուկի մեջ է։ Տեսքով է, այո, թանձրուկը իրենով եմ պատրաստել, որի մեջ ավելացրել եմ արդեն մանրացնելուց ավելացրել եմ ձիթայուղ եւ կիտրոնի հյութ եմ ավելացնելու։ Հիմա այդ կիտրոնի հյութը փորձենք ստանալ։ Գաղտնի, բայց ախր մեր հեռուստադիտողները մեզ հիմա հետևում են խոհանոցային հատվածին, որպեսզի ձեր առաջարկած բաղադրատոմսը տեսնեն եւ առաջնորդվելով այդ բաղադրատոմսով պատրաստեն, բայց այդ գաղտնի բաղադրիչը որտեղից են իմանալու։ Ես իհարկե վերջում կասեմ, գաղտնի չի մնա ինքը մինչև վերջ, բայց շատ անսպասելի է լինելու կարծում եմ։ Մենք ինչպես հասկացանք, սա եղել է լավ իմաստով, իհարկե իմպրովիզացիա նաև ձեր կողմից Ինչ որ չափով այո, որովհետև շատ եմ սիրում տարբեր, ինչ շատ հաճախ ասում են դու անհամատեղելի բաղադրիչները խառնում ես իրար ու ստացվում է համատեղելի։ Այո, ես սիրում եմ փորձարկումներ անել եւ այս դեպքում սա ինչ որ չափով փորձարկում էր։ Ես ավելացնում եմ կիտրոնի հյութը մի փոքր։ Պատմենք։ Հետաքրքիր այսպես իմպրովիզացիոն ռիսկային բաղադրատոմսերը, որ դուք պատրաստում եք, առաջինը դուք ինքներդ եք փորձում, թե կան վստահելի մարդիկ, ում հետ հիսում եք առաջին կարևոր փորձը։ Չէ, առաջինը փորձում եմ ինքս։ Առաջինը փորձում եմ ինքս, հետո փորձում են ընտանիքիս անդամները։ Հետո նոր արդեն դատի եմ հանձնում բլոգից ու հետևորդների։ Քանի տարի է, որ զբաղվում եք բլոգինգով։ Այդպես տարիով նշել դժվար կլինի, երկար տարիներ է, որ այդ ոլորտում եմ, այսպես կարելի է ասել, այսինքն այն ժամանակվանից, երբ երկարաժամկետ մնացի դեկրետում երեխաներիս հետ ու որոշեցի ինչ-որ բանով լցնել օրս, բացի մամայական խնամքից։ Կիսվում էի անձնական
էջում, փակ Instagram-յան, հետո որոշեցի ընկերուհիներիս հորդորով բացել առանձին էջ եւ արդեն էջը ունեցավ անվանում եւ կարծում եմ շատերի կողմից սիրել։ Ձեր էջն էի ուսումնասիրում Աննա եւ անհամբեր էի գտնել պահքի որևէ բաղադրատոմս, բայց չգտա ցավոք սրտի եւ կարող եմ ասել, որ այնքան արագ եմ փախել ցավոք սրտի ձեր էջից, որովհետեւ բոլորն իհարկե գրավիչ էին, շատ սիրուն ախորժելի տեսք ունեին, բայց այս շրջանին ոչ համապատասխան։ Իսկ բաղադրատոմսեր ունեք, որոնք պահքի վերաբերյալ են եւ արդյոք դուք օգտվում եք ու այս շրջանում պահում եք թե համար չունեմ, այո ճիշտ նկատեցիք, այս վերջերս շատ պասիվ եմ էջում, մի քիչ զբաղվածության, մի քիչ աշխատանքիս հիմնական աշխատանքիս հետ չհամադրվում, չհամադրելով, դրա համար էջս մի քիչ պասիվացել է, բայց խոստանում եմ վերադառնալ։ Ես ինչպես հասկացա, մատուցման ափսեի մեջ իր տեղը հիմա գտնում է մեր գաղտնի բաղադրիչը։ Սիրում եմ ավելի ճիշտ շերտերով դասավորել աղցանը, այդպես համտեսանելի են լինում բաղադրիչները, այսինքն չեն խառնվում բոլոր բաղադրիչները իրար, ու այդպես արդեն տեսանելի են լինում, այնինչ ուտում եք տեսանելի է լինում։ Ու ուզում եմ ճիշտն ասած բացառություն անել եւ 2 ամանի մեջ այս անգամ պատրաստել, այսինքն կունենանք առանձին 2 ափսե ձեր համար։ Իսկ կարող ենք մի ափսեի մեջ ծովախեց գետնի ձողիկները չունենալ։ Իհարկե կարող եմ, սիրով։ Նա գտավ այդ տարբերակը այսօր համեղ Ով փնտրում է, նա միշտ գտնում է, Հայկ։ Մնաց գաղտնի բաղադրիչը գտնենք։ Իսկ մեր գաղտնի Ես կարծում եմ բաղադրիչը ալկոհոլ է։ որևէ կերպ կապ ունի դեղնուցի հետ, թե ոչ։ Չէ, միրգ է։ Կենտրոնական ծագման չի։ Գաղտնիքները միրգ է, ոչ։ Միրգ է։ Պատուղ է, նույնիսկ այդպես կարող եմ ասել։ Լավ է, կենտրոնական ծագում չունի։ Երանգին նայելով կարող ենք ենթադրել, որ Մի րոպե, միրգ է, ցիտրուս պետք է որ լինի։ Չէ։ Հա։ Բանան չի հաստատ։ բան չի։ Սիրան։ Այսպես ռուկլան մի քիչ փոքրացնեմ, որ ուտելուց հարմար լինի եւ մի քիչ այսպես ձեռքով փորձեմ։ Իսկ ուծե մանգո։ Շատ նման էր երանգը ամեն դեպքում։ Մանգոն, մի րոպե։ Ես շփոթվել եմ։ Դա Դուք գաղտնի ճիշտ ուղու բաղադրիչով վրա եք, թանձրուկն Նինա, էի։ դուք ճիշտ ուղու վրա եք։ Ցիտրուսա։ Ցիտրուս է Հայկ։ Սիտրուս է։ Մի րոպե։ Շփոթեցնում ես։ Թանձրուկը այն փոքրիկ ամանի մեջ է, չէ։ Այո, այո։ Ահա։ Որ ունի դեղին նարնջագույն երանգներին մոտ գույն։ Դեռ իսկապես, եթե ցիտրուսը միանգամից գալիս են 3-4 Ինան տարբերակ հուշումը ամենաշատը։ արեց։ Մի հատ պետք է խնդրեմ Նարինջ, թունինջ, մանդարին։ բարձրաձայնեց։ Վայ, բարձվի բանան էր։ Չէ։ Ոչ։ Մանգո։ Այնինչն է, ինչը որ էլի դեղին է լինում։ Շատ հասած ու շատ համեղ։ Շատ հասած, շատ հասած։ Դու ասացիր մանգո, Ահա։ Աննան չարձագանքեց։ Շատ հասած ծիրան։ Չէ, հայկական միրգ չի։ Արքայա խնձոր։ Ոչ։ Չէ։ Արքայա նարինջ։ Ոչ։ Լավ, դեռ Գուցե ուղու վրա պարզապես ենք, նարինջ։ ամենայն դեպս Ես ավելացրեցի, ընդհատեմ, ձեզ կներեք, ես ավելացրեցի արդեն ռուկլան թանձրուկի վրա եւ հիմա ավոկադոն եմ ավելացնում։ Ինչ կանեինք մենք մարդիկս, եթե աշխարհում ավոկադո չլիներ։ Կլրացնեինք այդ պակասը ինչ որ ուրիշ տարբերակով։ վարունգը պարզապես կտրատելու ենք եւ Այո, վարունգը կտրատելու ենք։ իսկ կեղևազատում ենք թե ոչ։ Ոչ, քանի որ ընտրել ենք այս baby վարունգները, այսպես ասեմ, չերի վարունգները, իրանց կեղևը շատ նուրբ է ու կարիք չկա կեղևազատելու։ Լավ։ Հետաքրքիր։ Համենայն Ես դեպս չգիտեի, որ կանաչ ռեհան կա։
Դերանորություն չի, որ ես խոհանոցից հեռու եմ, խնդրում եմ ինձ հիմարի տեղ չդնել։ Պարզապես ես իսկապես չգիտեի, որ կանաչ ռեհան գործ։ Շատ անկեղծության Շատ ժամ հաճախ է որպես կանաչ բազիլիկը շատ ավելի բուրավետ է, քան մեր հայկական ավանդական կարմիր ռեհանը։ Իսկ ինչ համային տարբերություններ։ Շատ ավելի սուր է համը իմ կարծիքով ըստիս, մի քիչ ավելի արտահայտիչ է համը։ Իսկ հետաքրքիր է բավական ժամանակ է, որ գործ ունեք տարբեր բաղադրատոմսերի հետ, իմպրովիզներ եք անում, փորձում եք նոր հետաքրքիր բաղադրատոմսեր առաջարկել, բայց կան ֆավորիտ խոհանոցներ եւ այդ խոհանոցում իրենց տեղը գտած բաղադրատոմսեր, որոնք ամեն դեպքում ձեզ համար անփոխարինելի են։ Ֆավորիտ խոհանոցներ իհարկե կան, բայց անփոխարինելի չեն, քանի որ մենք նաև ունենք մեր հայկական բազմա տեսակ խոհանոցը, այսինքն ֆավորիտ չեմ կարող ասել այդպեսին ինչ որ մեկը կան ուտեստներ, որ շատ եմ սիրում եւ հաճախակի փորձում եմ, չգիտեմ, կլինի դա իտալականը, թե չինականը, պաստաները կամ չգիտեմ ճապոնական նույն սուշիները, ռոլերը Ես ոչինչ չեմ տեսնում։ Ես ուզում եմ, եթե դեմ չեք իհարկե, ես ուզում եմ ձեզ մոտենալ, Աննա, եւ տեսնել ինչ է կատարվում մոտիկից։ Կվերադառնամ Հայկ Մեզ այնտեղ չմտածես։ փաստորեն։ Այ ինձ այստեղից խանգարում է տեսադաշտը փակում է կանաչ ռեհանը։ Եթե հնարավորություն Ես կանաչ ռեհանի հետևից եմ հենց եկել, որովհետեւ ես առաջին անգամ եմ տեսնում կանաչ ռեհան։ Մի րոպե, ես սա կփորձեմ հենց այստեղ։ Ի վերջո մենք չմոռանանք գաղթի բաղադրիչի մասին եւ փորձենք հասկանալ։ Ի վերջո հնչել է նրա անունը, բայց հիմա ես չեմ կարողանում հասկանալ որի մասին էր խոսքը։ Ես չգիտեմ, երևի դասական հայկական ռեհանն ինձ ավելի դուր եկավ։ Փորձեցիր արդեն։ Քեզ էլ բերեմ։ Դեռ ոչ։ Շատ հետաքրքիր ու առողջ տեսք ունի։ Մի րոպե, գաղտնի բաղադրիչը սրա մեջ էր։ Այո, արդեն ներքևում գաղտնի Ժողովուրդ, ես բաղադրիչը ողջ սոուսի ընթացքում մեջ է։ կենտրոնացել էի, որ բաղտնի բաղադրիչը ձիթայուղի մեջ է։ Այդ իսկ պատճառով ես խելոք նորից գնամ նստեմ։ Ահա։ Ահա։ Աննա, իսկ հայկական խոհանոցը ինչով է քեզ գերում, որովհետև եթե համեմատում ենք օրինակ աշխարհի խոհանոցների հետ, հայկականի կոլորիտային լինելը, նրա հարուստ լինելը ամեն դեպքում պետք է գնահատենք եւ ասենք, որ դա այդպես է։ Իհարկե միանշանակ, շատ բազմազան է հայկական խոհանոցը ու ցանկացած մարդու ճաշակին կարող ես տեսականի կարող է լինել տեսականի, կարող ես փորձել տարբեր ուտեստներ ու հաստատ կգտնես քո սիրելին, քո ֆավորիտը, ինչպես ասում ենք։ Իսկ ո՞րն է ձեր ֆավորիտը հայկական կերակրատեսակներից։ Հարիսան եմ շատ սիրում, շատ ու չգիտեմ, փորձում եմ շատ հաճախ պատրաստել, ընտանիքիս անդամներն էլ շատ սիրում են։ Ես արդեն մանրացրեցի ծովախեց գետնի ձողիկները, չգիտեմ, կրաբովի պալեչկի, բոլորիս հայտնի։ Ես կտրատեցի, բայց կարող ենք նաև թել-թել անել, եթե ինչ-որ մեկը այդպես չի հավանում, կարող է պարզապես երկար ձողիկների այն մասնատել եւ այլի շատ գեղեցիկ կնայվի աղցանների, ուտեստների, նախուտեստների մեջ։ Բայց եթե պահքի մեջ եք, պարզապես կարող եք ծովախեց գետնի ձողիկները։ Այո, կանտեսենք եւ ձեր մասնաբաժնի մեջ չենք դնի։ Եվ որ փուլում ենք մենք հիմա։ Համարյա հասնում ենք ավարտին։ Գեղեցիկ ավանդույթ ունենք մենք, իհարկե րոպեների ընթացքում, նախապես որոշ բաներ պատրաստ լինելով բնականաբար, մենք րոպեների ընթացքում հեռուստադիտողին առաջարկում ենք շատ կարևոր, համեղ եւ առողջարար ուտեստեր, եւ այսօր բացառություն չէ, որ պետք է տեղավորվենք այդ եթերաժամանակի մեջ, ուզում հասկանալ, որ փուլում ենք մենք հիմա։ Մոտենում ենք ավարտին, ես հիմա այստեղ մի քիչ տեղափոխություններ անեմ, հա, եւ մի քիչ մի փոքր սոճու ընկույզը բովեմ։
Սոճու ընկույզ, Կետրվի արեշկի։ հայերենի արագ լավ են իրենք իմաստության բողում։ մասին էինք խոսում նախորդիվ եւ այո փոխառությունների եւ օտար բառերի, բայց ինչքան հաճախ ենք մենք այնուամենայնիվ օգտագործում փոխառություններ եւ օտար բառեր։ Դրա համար պետք է հետևել Արավոտ լուսոյի այդ կարևոր էջերին մեր Մենք հիմա ծանոթացանք սոճու ընկույզի հետ։ Ես հիմա ավելացնում եմ։ Ինչքան ակտուալ է նաև դարձել վերջին շրջանում հատիկեղենը վարկյանների ընթացքում բովել, հետո նոր ավելացնել մնացյալ բաղադրիչները։ Կարծում եմ բոված շատ ավելի արտահայտիչ է համը ու ավելի նախընտրելի։ Դուք հիմա սիրելի հեռուստադիտողներ հնարավորություն կունենաք աղցանի վերջնական տեսքը տեսնելու։ Մի րոպե, քանի որ մենք մոտեցանք ավարտին, այո, գաղտնի այո, բաղադրիչը ճիշտ է, պետք է այնուամենայնիվ բացահայտել, եթե դա ցիտրուս է, Սիտրուս է արևադարձային, նարինջը չէր, թուրինջը չէր, մանդարին, սոճու ընկույզ մանդարին, իսկ Աննա Թոքմաջյան լռում է եւ Ես ուզում եմ ավարտեք, որ չընդհատեմ ու վերջին Լավ։ իհարկե մոտենում ենք արդեն ավարտին։ Ես հիմա մի փոքր այստեղ խառնում եմ ձիթայուղը, կիտրոնի հյութը։ բայց չգիտեմ ինչի մտածում եմ դու ճիշտ էիր եւ մանգոն են լինելու գիտես, հայ Ինչ։ մանգոն, Այո, դուք ճիշտ եք։ շոկաց։ Բացահայտված է։ Այո, բացահայտեցինք։ Մտով երբես ուզում եմ պատկերացնել մանգոյի հուշումը տված հասած վիճակներ մանգոյի։ Այո։ Իհարկե ինքը շատ ավելի շատ ավելի ճիշտ կլինի, որ լինի լավ հասած վիճակում, բայց հասկանում ենք, որ Հայաստանում մի քիչ դժվար է գտնել լավ հասած մանգո։ Բայց գուցե տան պայմաններում ունենանք այդ հնարավորությունը։ Այո, իհարկե, ինչպես նաև ավոկադոն, այսինքն եթե նույնիսկ մի փոքր խակ է լինում, մենք կարողանում ենք հասցնել հասած վիճակի, նույնպես մանգոն նույնպես կարող ենք հասցնել այդ վիճակի տան պայմաններում, ավելացնում եմ արդեն աղցանին թանձրուկը, կարող եմ այդպես ասել, կիտրոնահյութը, ձիթայուղը, աղ, պղպեղ, ուրիշ ոչինչ անհրաժեշտ չի։ Պատկերացնում է։ Ի վերջո մեզ հաջողվեց 2 տարի մեջ էլ մատուցել Այո, հրաշալի։ Մեկը ինձ, մեկը քեզ։ այո, քանի որ ինան չէր ուզում։ Ես աչք ու դու լույս հոգիս։ Մենք հիմա Եվ վերջում վերջում գեղեցկության համար, հենց այնպես չի Այո, այստեղ մեր չմոռանանք։ կանաչ ռեհանը, ձևավորում ենք կանաչ ռեհանով։ լիարժեք աղցանի տեսքը տեսնելուց հետո նոր կարելի է մտածել որևէ անուն։ Այնպես որ մեզ մնում է միայն շնորհակալություն հայտնել մեր հյուրին, գնալ վերջնական տեսքը տեսնել, գնահատել, ահա գաղտնի բաղադրիչը, որը բացահայտված է։ Ես մի փոքր էլ վրայից եմ ավելացնում այստեղ, որ առանձին փորձեք։ Այսքանը։ Վերջ։ Այո, Ուռա։ մեր աղցան պատրաստ է։ Ավարտեցինք։ Շնորհակալություն Աննային Թոքմաջյան, հուսանք, որ նրան հաճախակի կտեսնենք մեզ մոտ խոհանոցում հետաքրքիր բաղադրատոմս առաջարկելիս, շատ անհամբեր է իմ գործընկերուհին, թող նա գնա վայելի այնինչ իր համար է պատրաստված, մենք էլ վայելենք երաժշտական տրամադրություն, համեցեք։